Բարի առավոտ նաև մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ, ուշադրություն մի դարձրեք ոչ մի բանի, առօրյա հոգսեր են սրանք, ոչինչ անցողիկ են։ Սիրելիներս, մենք այսօր միասին պատրաստելու ենք շատ համեղ տաք ուտեստ, որը իհարկե կարելի է նաև համարել ինչու ոչ, եթե այսպես հիմնական ուտեստ չպատրաստենք օրվա ընթացքում, ապա նախուտեստ հաստատ կարծում եմ շատ լավ կստացվի։ Եվ դրա համար ինչ է մեզ անհրաժեշտ, մեզ պետք է սունկ, մեզ պետք է կարտոֆիլ, մեզ պետք է թթվասեր, կարագ, ալյուր, պանիր, մի քանի բաղադրիչներ, որոնք շատ հարստացնում են այս իհարկե ուտեստը եւ շատ համեղացնում են, շատ հարուստ համ է ստանում։ Ես կարծում եմ սունկ, կարտոֆիլ այս համադրությունը շատ համեղ է, իսկապես շատ համահունչ է եւ շատ համեղ եւ շատերս սիրում ենք, իսկապես շատ ենք սիրում։ Ինչ ենք անելու, կարտոֆիլը պետք է չիպսի վերածենք, շատ բարակ կտրատենք եւ այն պատրաստենք շատ քանակությամբ բուսայուղի մեջ, որպեսզի ստանանք այն էֆեկտը, այսպես ասած չիպսի էֆեկտը, եւ իհարկե հետո արդեն այսպես ընթացիկ ուրեմն պատրաստենք մեր բոլոր բաղադրիչները այդ ուտեստը ստանալու համար։ Ես հենց հիմա, հենց այս պահից սկսած կսկսեմ կարտոֆիլը մշակել, այն իհարկե պետք է շատ բարակ կտրատել։ Հիմա մենք ունենանք կարճատև դադար, այնուհետև կվերադառնանք եւ միասին կշարունակենք մեր գործը։ Մնացեք մեզ հետ։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, միացեք մեզ, այսօր պատրաստում ենք շատ համեղ ուտեստ։ Ինչ է մեզ պետք այս ուտեստը պատրաստելու համար, կարտոֆիլ, սունկ, պանիր, թթվասեր, կարագ, ալյուր, իհարկե ես հերթականությամբ կասեմ, որից հետո, բայց բաղադրիչները սրանք են, առանձնապես շատ այստեղ մեծ քանակությամբ բաներ մեզ պետք չեն, այս մի քանի բաղադրիչ է, բայց դրա փոխարեն ստանում ենք շատ համեղ, շատ հագեցնող եւ շատ գեղեցիկ մի ուտեստ։ Ինչ ենք անելու։ Ահա, ես ասացի, որ կարտոֆիլը պետք է չիպսի վերածենք։ Ես այս ընթացքում հասցրեցի գոնե 2 կարտոֆիլը այսպես բարակ կտորների վերածել, շատ բարակ, սիրելիներս, պետք է կտրատել շատ բարակ։ Եվ հիմա այս թավայի մեջ իհարկե տաքանում է մեր շատ բուսայուղը։ Կարտոֆիլը պետք է տապակենք, որպեսզի ստանանք չիպսի էֆեկտ, շատ բուսայուղ է մեզ պետք։ Համարյա ֆրի տարբերակ։ Ահա, ես փորձեմ զգուշությամբ այսպես ուղարկել յուղի մեջ, որպեսզի շատ արագ նրանք տապակվեն։ Հենց տապակվեցին, մի փոքր չորացան, ես իհարկե կհանեմ ուրեմն յուղի միջից եւ այն կլցնենք մի ամանի մեջ, որտեղ ես կտեղադրեմ անձեռոցիկ, որպեսզի ավելի լավ յուղը քաշվի։ Հիմա կրակը բարձրացնեմ, իհարկե այստեղ կարող եք հենց տապակվելու ընթացքում սիրելիներս համեմունք լցնել, կարող եք տապակվելուց հետո, երբ կլցնեք համապատասխան ամանի մեջ, այդ ժամանակ մի փոքր աղ եւ սև պղպեղ ցանել, ինչը ես այդպես էլ կանեմ։ Հիմա չեմ լցնի համեմունք, ավելի ուշ։ Ահա, այսպիսի տեսք է ստանում մեր կարտոֆիլը, սա թողնեմ մի կողմի վրա, մեկ կարտոֆիլը միասին հիմա կտրատենք, որպեսզի դուք տեսնեք, թե ինչի մասին է խոսքը։ Ահա տեսեք ինչքան բարակ են ստացվում այս կարտոֆիլները։ Մենք փորձենք միասին էլ կտրատել, գոնե մեկ կարտոֆիլը, հետո արդեն կանցնենք սնկի պատրաստմանը։ Ես ուզում եմ սնկի հետ կապված ես առաջարկել մի լայվ խաղ, բայց քիչ ավելի ուշ։ Հիմա կարտոֆիլը կտրատենք եւ անցնենք առաջ։ Ահա, լավ բարակ շերտերի ենք կտրատում կարտոֆիլը եւ շատ այսպես բարակ փորձում ենք այն վերածել ձողիկների։ Այսպիսի բարակ շերտեր են մեզ պետք, որքան բարակ, այնքան ավելի եւ արագ կտապակվեն եւ ավելի լավ կլինի։ Այսպիսի տեսք պետք է ստանա մեր կարտոֆիլը։ Ցանկության դեպքում սիրելիներս կտրատելուց հետո, եթե մի փոքր ձեր ժամանակ է պետք այս բոլոր գործողությունները կատարել, այսինքն նախապատրաստվել, կտրատելուց հետո անմիջապես կարտոֆիլը լցրեք սառցաջրի մեջ եւ գույնը կպահպանվի եւ խրթխրթան վիճակները կպահպանվի, մինչ մեկ չափաբաժինը կտապակեք, հետո կանցնեք մյուսին։ Այսա էլ նկատի ունեցեք, այնպես որ Ադրինե, ողջույն Սուրեն ջան։ Էլի ողջույն։ Ես տեսնում այդտեղ թթվասեր կա։ Այո,
Այսօրվա մեր ուտեստը թթվասերով է պատրաստվելու։ Իսկ դու գիտեմ, որ արդեն քաղցած ես եւ քեզ կարելի է այստեղից վայելել սնունդ է պետք, այո, քամած մածուն կարող ես վայելել, ինչու ոչ մենք կարող ենք բաստուրմայով պանիրը փորձել։ Ադրին հասկացար ես ինչ եմ եկել, որովհետև հիշեցնեմ, որ էլոլանոնի շատ հետաքրքիր տեսակ պանիր բաստուրմայով, ինքը շատ համեղ է եւ շատ այսպես համահունչ ամեն ինչի հետ։ Ամեն ինչի հետ, իհարկե։ Ես հիմա քեզ կարող եմ մի տախտակ փոխանցել եւ դու շատ կուզեմ, որ դու ինքդ կտրատես հեռուստադիտող տեսի, քանի որ ես հիմա այս պահին զբաղված եմ։ Դու կարող ես։ Ես եկել եմ հենց քեզ օգնեմ այդ հարցում։ Ես գիտեմ, թողնեմ, որպեսզի դու քո ժամանակը ծախսես այս ամենի վրա, ես ինքս կանեմ։ Գիտեմ, սիրելիս, ես բացարձակ խնդիր չկա։ Տախտակ եմ փոխանցում եւ մի գեղեցիկ սուր դանակ, ալյուրը կարող ենք ժամանակավորապես դնել այստեղ։ Ես քեզ դանակ եմ փոխանցում, մի րոպե, ահա։ Այսպես։ Դու կտրատում ես պանիրը, ես հետևում եմ, որպեսզի կարտոֆիլը չայրվի, այո, ասեմ, որ ես չեմ ճանաչում մի մարդու, ով չսիրի տապակած կարտոֆիլ։ Այո։ Եվ թե երկիր մոլորակի վրա չկա տենց մարդ, ով չսիրի։ Իսկապես։ Դու ճանաչում ես ինչ-որ մեկի ով Ես ոչ, գոնե իմ շրջապատում չեմ ճանաչում այդպիսի մարդ, հատկապես երեխաները, Ժորժ ջան, գիտենք, որ երեխաներին երբ ասես ինչ պատրաստենք, ասում են տապակած կարտոֆիլ։ Փոքր ժամանակ մենք սկսում ենք շատ սիրել, հետո արդեն մեծանում ենք ու առանց այդ կարտոֆիլի չենք կարողանում։ Այո, ես կուզեմ, որ մեր հեռուստադիտողը տեսնի, թե ինչպիսի տեսք ունի բաստուրմայով պանիրը, այն շատ համեղ է, այն յուրահատուկ է, սեղանների զարդ կարող է լինել, երբ գեղեցիկ սեղան ես պատրաստում եւ պանրային ափսը եթե հավաքես, այսպիսի սիրուն սեթ հավաքես, անպայման սա ներառեք այդ սեթի մեջ, որը այսօր արդեն ասած բաժին ասում։ Ոչ, нет, Դեդ Մորոզին։ Իդեպ ասեմ նրանք, ովքեր նախընտրում են երեկոն անցկացնել ընկերների հետ միասին եւ գարուց պատրաստված համեղ այդ որի ծագումը գալիս է Հայաստանից, կարող է սա լինել հետաքրքիր համեմունք, հա, գարեջրի հետ, չգիտեմ, սա բազապես փոքրիկ հուշում իմ կողմից։ Այո, շատ ճիշտ ես, ես քիչ առաջ նշեցի, եթե պանրային սեթ հավաքվի, սա անպայման ներառեք, այո, հատկապես ֆուտբոլասեր մարդկանց համար, երբ ֆուտբոլ են դիտում կամ լավ ֆիլմեր դիտող մարդ, այդ ընթացքում շատ հաճելի է համեղ ինչ-որ հետաքրքիր բաներ լինի սնվելու եւ սա այդ տարբերակներից մեկն է։ Մենք այս բանը մեզ դիտում են Էլոլայի ներկայացուցիչները, հատկապես տնօրինությունը, ուզում եմ ասեմ, որ շատ համեղ է եւ ինձ շատ է դուր գալիս։ Դեմ չեմ լինի մի ամբողջական տուփ, այո, մեզ ուղարկեք, պես որ շատ համեղ է, իսկապես, Ժորժ ջան։ Եթե ինչ-որ բան ունենք ավելացնելու, թե ես հիմա շարունակեմ իմ ուղերձը Էլոլայի տնօրինությանը ու Բայց ես բան ունեմ ասել։ Ես իմ հեռուստադիտողին խոստացա, որ սունկը լայվ խակի տարբերակ առաջարկեմ, ինչպես կարելի է սունկը լվանալ, այսինքն մաքրել։ Ես ինձ մոտ արդեն մաքրած, լվացած վիճակում է, սիրելիներս, բայց ուզում եմ անպայման միասին եւս մեկ անգամ այս տարբերակը կիրառենք, որպեսզի դուք էլ, այսինքն այս ձևին, այս լայվ խակին, այո, ծանոթանաք։ Ուրեմն սունկը լցնում ենք մի ամանի մեջ կամ կարող եք նաև տոպրակի մեջ լցնել, որևիցե մի տոպրակի մեջ, ալյուր ցանել վրան։ Բավականին շատ, որպեսզի առատ թաթախվի ալյուրի մեջ, այսպես։ Եվ մի փոքր սոդա, ես հենց հիմա կբերեմ սոդան։ Գործողությունների շարք է։ Այո, գործողությունների շարք է, բայց շատ լավ լվացվում է։ Մի փոքր, ահա, շատ աննշան։ Հիմա շատ լավ խառնում ենք այն։ Եթե տոպրակի մեջ լցնենք, շատ ավելի լավ կթափահարենք, բնականաբար։ Ես չուզեցի, այսպես ասած, այս պահին դա անել, այդ գործողությունը։ Լավ, այնքան ենք խառնում, մինչև լավ թաթախվի բոլոր սնկերը։ Ահա, մի քանի րոպե թողնում ենք, մնում է այս վիճակում։
այնուհետև հոսող ջրի տակ, սառը ջրի տակ լվանում ենք այն։ Ես քիչ հետո, երբ դադար ունենանք, կլվանա մեր սունկը, բայց գործողությունը մոտավորապես այսպեսին Ինչ է անում ալյուրը եւ սունկը։ Ինչ է անում, եւ տեսքն է պահպանում, եւ գույնը բավականին լավ սպիտակեցնում է, եւ իհարկե բոլոր միկրոբները մաքրում է։ Ամենակարևորը, որովհետեւ սունկը շատ այսպես իր արանքներում թաքնված, այո, թերթիկների արանքում թաքնված միկրոբներ կան, որոնցից պետք է ազատվել։ Եվ սա շատ այս միջոցը օգնում է, այս գործողությունը շատ օգնում է ազատվել այդ բոլոր խնդիրներից։ Այ այսպես, ես կթողնեմ քիչ հետո այն կլվանանք, արդեն ջրքամած կսկսենք կտրատել այն, իսկ մեր կարտոֆիլը այո, նյու բիժալը, Սուրեն, բայց շատ լավ արդեն մեր հերոստատողը եթե տեսնում է, արդեն տեսեք ինչպիսի տեսք է ստացել մեր չիփս կոչված այս կարտոֆիլը, շատ արդեն եփված է, ես քիչ հետո կտեղադրեմ մեր ամանի մեջ այն, այսպես, եւ կսկսեմ տապակել մյուս չափաբաժինը։ Գիտեք ինչ է կոչվում սա, դե տղայես դիմացիր։ Դե դիմացիր, ցոլակ կարպիչ, դիմացիր։ Հիմա մենք կարող ենք տալ դադար արդեն, Իհարկե կարող ենք, ունենք հյուրեր շատ հետաքրքիր եւ պիտի նրանց հետ զրուցենք, իսկ այդ ընթացքում դու շարունակես այստեղ համեղությունները պատրաստել, իսկ դուք շատ մի հեռացեք կարճ է լինելու դադարը։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Ես շարունակում եմ իմ գործը, այս գեղեցիկ զրույցը լսելու ներքո ես նաև ահագին գործ եմ արել։ Հիմա միասին մեկ անգամ եւս հասկանանք թե ինչ ենք անում, այսօր շատ համեղ տակուտեստ ենք պատրաստում, որի համար մեզ անհրաժեշտ է շատ լավ տապակված կարտոֆիլ, այստեղ սունկն եմ ես կտրատում եւ իհարկե պանիր է պետք, թթվասեր, ալյուր, կարագ, մի խոսքով շարունակությունը քիչ ավելի ուշ մանրամասնորեն հիշում եք սունկը ալյուրով, սոդայով թաթախեցինք, ես արդեն հասցրել եմ լավ լվանալ եւ իհարկե ջրքամել ու հիմա կտրատում եմ մեր հրաշալի սունկը, իսկ այստեղ կարտոֆիլը շարունակում է տապակվել, հիշում եք այն կտրատեցինք շատ բարակ եւ ահա ստացանք այսպիսի տեսք։ Յուրաքանչյուր չափաբաժինը տապակվելուց հետո սիրելիներս ես պարզապես հենց այս ամանի մեջ եմ համեմում եմ ընդամենը աղով եւ սև պղպեղով։ Ահա այսքանը շատ կարծում եմ թեթև, շատ արագ, շատ հեշտ պատրաստվող տարբերակ է եւ շատ հասանելի մթերքներով։ Ինձ թվում է օրվա ընթացքում, եթե դեռ չեք կողմնորոշվել ինչ պետք է պատրաստեք, ապա կարծում եմ սա շատ լավ տարբերակ է, որpիսի պատրաստեք, մինչ երեխաները դպրոցից կվերադառնան, կարծում եմ կհասցնեք այս բոլոր գործողությունները կատարել եւ երեխաները կվայելեն հաստատ։ Երեխաները վերադարձան դպրոցից։ Երեխա ջան, այո, կարող ես վայելել կարտոֆիլը, ես հիմա իհարկե կտրատում եմ։ Ես հիշեցնում եմ beef stroganoff, հիշում ես։ Այո, եւ շատ լավ կլինի, որ մեկ անգամ փորձենք այստեղ էլ քո ասած ուտեստը պատրաստել, որpիսի վերհիշենք, որովհետեւ վաղուց մոռացել ենք այդ համեղ ուտեստները, որը օրինակ իմ մանկության տարիներին մայրս շատ էր պատրաստում։ Մի տեսակ, չգիտեմ, սովետական խորհրդային տարիների շատ ընդունված ուտեստ էր։ Շատ լավ, Ալինա, դու հիմա բուրըն աշխատանքային process-ի մեջ ես, իսկ մեր ռեժիսորը հուշում է, որ պիտի դադար լինի այս պահին։ Դու մինչև շարունակես, մենք դադարից կվերադառնանք ու կտեսնենք ինչ եղավ։ Ես եփում եմ սունկը, իհարկե կարտոֆիլը արդեն տապակվել է եւ իհարկե պանիրը, որը շատ կարևոր դետալ է լինելու, բաղադրիչ է լինելու այս բաղադրատոմսի մեջ, արդեն քերիչով անցկացրել եմ եւ հիմա անում ենք կարևոր գործողությունը։ Սունկը տապակվում է, սիրելիներս, այս ընթացքում մենք պետք է ավելացնենք ալյուրը, թթվասերը, կարագը եւ թողնենք մի փոքր եփվի, եփվելուց հետո ավելացնենք պանիրը։ Ահա, ես արդեն կարող եմ նաեւ ալյուրը ավելացնել։ Մեկ ճաշի գթալ ալյուրը, կարծում եմ, բավարար կլինի։ Դուք ցանկության դեպքում կարող եք շատ այսպես մանրակրկտորեն առանձին պատրաստել բեշամել սոուս, որը պատրաստվում է կամ թթվասերով, կամ կաթով, կամ սերուցքով, այսինքն ձեր նախընտրությամբ դուք ընտրեք, թե որ կատնամթերքն է ավելի ձեզ մոտ եւ հարազատ եւ ավելի համեղ կստացվի ձեր քիմքին հարիր։ Մենք այսօր պարզապես շատ արագ տարբերակն ենք ընտրել, ուրեմն ցողեցի ալյուրով սունկը եւ այստեղ կավելացնեմ միանգամից թթվասերը եւ կարագը։
Իհարկե չենք մոռանում համեմունքների մասին, ես անպայման սև պղպեղ, աղ եւ իհարկե խմելի սունելի եմ այստեղ ավելացնելու, այ հենց հիմա, հենց այս պահին մենք այդ գործողությունը կանենք, մեզ աղ է պետք, սև պղպեղ, ինչու ոչ կարելի է ամբողջությամբ ինչ ունենք լցնենք, եւ իհարկե խմելի սունելի, ինչպես նշեցի, որովհետև սնկի հետ շատ համահունչ է այս համեմունքը, շատ։ Այսպես, խառնեցինք եւս մեկ անգամ։ Այստեղ կավելացնեմ ես թթվասերը հենց այս պահին։ Մի փոքր կրակը պետք է իջեցնել ուղղակի, այսպես։ Իհարկե կատնամթերքը եւ թթվասերը եւ պանիրը ես հիմա օգտագործում եմ։ Էլոլա ապրանքանիշի այս համեղ կատնամթերքը մեր գործընկերը բոլոր համեղությունները տրամադրել է մեզ եւ մենք հանգիստ կարող ենք այն օգտագործել։ Իհարկե Էլոլան ունի շատ լայն տեսականնի, այն բազմապիսի պանիրների հրաշք զամբյուղ ունենք մենք այստեղ, ինչ ուզում եք կարող եք ընտրել այս զամբյուղից, թե չանախ տարբերակը, թե լորի տարբերակը, թե այստեղ մոթալ ունենք, չգիտեմ, սուլուգունի ունենք, մացառելա, շատ բազմապիսի տարբերակներ են եւ իհարկե յուղը, հալած յուղը եւ անպայման պսկաթանի մասին չմոռանանք։ Շատ քչերը գիտեն այդ համեղ կատնամթերքի մասին, բայց այն շատ համեղ է։ Փորձեք ձեռք բերել եւ պատրաստել։ Այո, մենք այսօր բացեցինք տուփը բաստուրմայով պանիրի, որը շատ համեղ էր, այնպես որ հարցրեք խանութներում Էլոլայի ներկայացած եւ համեղությունները պատրաստելու համար նաեւ մենք իհարկե զերծ չենք մնում այն բարիքներից, որը մեզ ներկայացնում է մեր Իջևանի գինու գործարանը։ Շքեղ տեսականիով պահածոների եւ ընդհանրապես ներկայացնելով կոմպոտներ, գինիներ եւ այս ամենը հասանելիությունը բոլորին եւ բոլոր խանութներում կա, այնպես որ վայելեք օրվա ընթացքում եւ հագեցեք ձեր քաղցը։ Ադրինե, ինչ արեցինք։ Հիմա ավելացրեցինք թթվասերը այս համեղ սնկի վրա եւ իհարկե կարակ պիտի մի կտոր այստեղ ավելացնենք, անպայման առանց կարակի այս հրաշքը չի կարող ուրեմն եփվել։ Իհարկե հեռուստադիտողներին ասենք, որ կարակ եւ յուղ, օրինակ մեր տարբերակում նաեւ հալած յուղ մենք կարող ենք շատ հանգիստ օգտագործել։ Այնպես որ ընտրությունը ձերն է, սիրելիներս, մի կտոր, ոչ շատ։ Ինգուցե շատերն այն ասեն, ինչ ոչ շատ, եթե դու շատ օգտագործեցիր, բայց հավատացեք շատ չէր։ Դուք այստեղ տեսնեք ամբողջ հեռուստաընկերության համար է պատրաստում Ադրինա այս ճաշատեսակը։ Այն շատ համեղ է, որովհետև ես կարծում եմ յուրաքանչյուրս էլ որ ճաշակենք կհամոզվենք դրանում եւ ախորժաբեր է, արդեն 1 գթալ, 2 գթալ, այսպես ախորժակով կճաշակենք։ Հիմա հենց կարակը հալվեց, ժողովուրդ ջան, այստեղ արդեն ավելացնում ենք պանիրը։ Եվ մատուցման ձևը արդեն ամենավերջում մենք հիշեցնենք, որ այստեղ տապակել ենք շատ բարակ շերտերով կարտոֆիլ, այն համեմել եմ աղով եւ սև պղպեղով, վերջում արդեն դասավորությունը դուք ինքներդ կտեսնեք եւ հուսով եմ շատ այսպես ձեր ախորժակն էլ կբացվի եւ դուք էլ կփորձեք այսօր պատրաստել այս ուտեստը։ Չնայած անձրև է, գուցե շատերը չուզեն, չցանկանան տանից դուրս գալ, բայց աշխատանքային է օրը եւ ստիպված է տանից դուրս գալ։ Այնպես որ այսպես թե այնպես, այո, տանից դուրս է գալու եւ մտեք խանութ, ձեռք բերեք այս մթերքները ու պատրաստեք։ Ահա, այսպես շատ լավ վիճակում է գտնվում արդեն մեր կարելի ասել սոուս, սնկային սոուս, որի վրա հիմա կավելացնենք պանիրը։ Պանիրն էլ թող առատ լինի, թող ճոխ լինի։ Այսպես ու հագեցնող, հասկանում ես որքան հագեցնող է, որովհետև շատ հարուստ է ամեն բաղադրիչ իր համով եւ տեսակով, այնպես որ խորհուրդ եմ տալիս պատրաստեք։ Այսպես հրաշք։ Թողնենք, որպեսզի պանիրը հալչի։ Իհարկե անպայման պանիրը կհալչի, կստանա իր տեսքը, այստեղ արդեն իսկ հալչեց եւ ծորում է, ինչը մեզ պետք էր, հենց այսպես էլ պետք է լիներ։
Ուրեմն նշեմ մեկ անգամ եւս ցանկության դեպքում սիրելիներս պարզապես պատրաստեք ալյուրով, սերուցքով, կարագով բեշամել սոուս կամ փոխարինեք թթվասերով կամ կաթով, ինչպես դուք եք ցանկանում։ Ապա ուրեմն սունկը տապակվելուց հետո ավելացրեք այդ սոուսը սնկի վրա, ինչպես ցանկանում եք։ Ես առաջարկեցի ամենահեշտ տարբերակը՝ բոլորը միախառնել եւ ստանալ այս համեղ բաղադրությունը։ Ես կարծում եմ արդեն ավարտեցինք այս process-ը եւ մնաց մատուցման տարբերակը, որն էլ արդեն հաղորդման ավարտին կներկայացնենք, եթե ոչ մի բան չունես ավելացնելու Ադրինե։ Ոչ, ես կարծում եմ ամեն բան շատ պարզ էր, եթե հեռուստադիտողը որից հարց ունենա ինձ հետ պարզելու, այսինքն բաղադրատոմսի հետ կապված, ես մեծ սիրով պատրաստ եմ այն շփմանը, այնպես որ գրեք։ Այո։ Այս բան կարճ դադարը լինելու հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրին բավականին հետաքրքիր զրույց ունենալու։ Հետևեք մեր ծրագրին։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ես պատրաստել եմ այսօր շատ համեղ տաք ուտեստ, որի գովազդը այսպես անընդհատ մեջ կրկնելով ամբողջ ընթացքում ներկայացրել եմ ձեզ։ Շատ ուզում եմ, որ դուք էլ ժամանակ գտնեք եւ պատրաստեք այս համեղ ուտեստը։ Ինչ արեցինք, հիմա արդեն մատուցման ափսեի մեջ լցրել եմ մեր տապակված կարտոֆիլը, իսկ կարտոֆիլի վրա ավելացնում ենք այս շատ համեղ սնկով թթվասերով պատրաստված սոուսը։ Ահա այսպես պետք է վայելել այս ուտեստը, ուտեստի մատուցման ձևը հենց այսպիսին է։ Իհարկե չմոռանանք, որ այստեղ շատ առատ պանիր ենք օգտագործել։ Ահա, այսպես, եւ վրան որպես ձևավորում, որպես հավելում, մենք կավելացնենք սամիտ։ Ես այստեղ ունեմ սամիտ, ահա, անպայման։ Սամիտ կավելացնենք, իհարկե ցանկությունը ձերն է, կարող եք խառը պարզապես կանաչի ավելացնել եւ մտածեցի, որ լոլիկի չիրը նաեւ այստեղ շատ հետաքրքիր կլինի, որը առաջարկում է մեզ Իջևանի պահածոների գործարանը։ Սա էլ տարբերակ է, փորձեք, վայելեք, մի փոքր լոլիկի հյութից ես կավելացնեմ, այս հրաշք հյութն էլ կավելացնենք եւ ահա տեսեք ինչպիսի ճոխություն ստացանք մենք։ Սիրելիներս, փորձեք ինքներդ էլ պատրաստել, վայելել եւ իհարկե ինչու ոչ արձագանքեք։ Իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում, ձեր տրամադրությունը բարձր պահեք, կհանդիպենք։